Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է տեղեկությունը, որ Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքագետի նկատմամբ, որոնք ըստ ադրբեջանական կողմի վիրավորական արտահայտություններ են թույլ տվել ադրբեջանցիների եւ Ադրբեջանի իշխանության հասցեին, նաեւ հանրապետության սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչեր են արել։ Գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան նշել է, տեղյակ են ստեղծված իրավիճակին, սակայն այդ անձանց հայտարարությունները ոչ մի կերպ չեն արտացոլում Մոսկվայի մոտեցումը Ադրբեջանի նկատմամբ։ Համարում ենք, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է զարգանան առկա երկկողմ փաստաթղթերի հիման վրա, շեշտել է Զախարովան։ Զուգահեռ նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կպաշտպանի Ռուսաստանի քաղաքացիների օրինական իրավունքները եւ շահերը։ Միևնույն ժամանակ չենք կարող չնշել, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում մշտապես տարածվում են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարյացակամ նարատիվներ։ Բազմիցս առաջարկել ենք ադրբեջանցի գործընկերներին հանգիստ առանց քաղաքականացնելու կամ աղմուկի քննարկել տեղեկատվական միջավայրի բարելավման հարցը, շարունակել է Մարիա Զախարովան։ Պաշտոնյան հույս է հայտնել, որ նման երկխոսություն կկայանա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերն ուկրաինական 453 ԱԹՍ խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Կալուգայի, Վոլոգդայի, Ռիազանի, Ռոստովի, Մոսկվայի եւ այլ մարզեր, նաեւ Ղրիմը։ Հաղորդվում է, որ Բաշկորտոստանում եւ Նիժնի Նովգորոդի մարզում արդյունաբերական եւ բնակելի օբյեկտներ են վնասվել կամ տուժածներ։ Ուֆայում հրդեհ է բռնկվել վերանորոգման փուլում գտնվող նավթավերամշակման գործարանում։ Ռուս-ուկրաինական հակամարտությանն է անդրադարձել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա հայտարարել է, Մոսկվան չի պատրաստվում շփման գծի երկայնքով սառեցնել հակամարտությունը։ Դուք գիտեք մեր դիրքորոշումը, դա բացառվում է, հավելել է նա։ Ուշակովն անդրադարձել է Մոսկվա Սպիտակ տան բանագնացների հնարավոր այցին, նշել, որ կտեղեկացնեն, եթե նման հանդիպում կազմակերպվի։ Իրանը 2 բալիստիկ հրթիռ է արձակել Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ, սակայն դրանք չեն հասել նպատակակետին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։ Մեկն ընկել է երկրի տարածքային ջրերից դուրս, մյուսը ջրերում, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Համեզինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում եւ պատրաստ են վճռական արձագանք տալ ցանկացած սպառնալիքի։ Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է ԱՄԷ-ի մեղադրանքները, Էսմայիլ Բաղային նշել է, նման պահվածքը հակասում է բարիդրացիության սկզբունքին եւ խաթարում տարածաշրջանային երկրների միջև վստահությունն ու կայունությունը։ Նա կոչ է արել բոլորին խուսափել Իրանի դեմ անհիմն մեղադրանքներից։ Այնուհանդերձ Աբու Դաբին հայտարարել է, որ կասեցնում է Իսլամական Հանրապետության հետ առևտրային եւ ֆինանսական գործարքները։ Միևնույն ժամանակ ամեն ընդգծում է երկխոսության, համագործակցության եւ տարածաշրջանային ինտեգրացիայի կարեւորությունը։ Իսրայելից արձագանքել են մեղադրանքներին, որ հրեական պետության ռազմական ինքնաթիռները 4 ավիահարված են հասցրել Աբու ալ-Դուհուր լքված ռազմական ավիաբազային, որը գտնվում է Սիրիայի Իդլիբ նահանգի արևելյան հատվածում։ Դամասկոսը նաև հայտարարել էր, որ Իսրայելը շարունակում է օկուպացիոն քաղաքականություն վարել։ Այս ֆոնին Իսրայելն էլ մեղադրել է Սիրիային ձեռք բերված համաձայնությունները խախտելու համար։ Սիրիան գրեթե խախտել է անվտանգային հարցերում ստատուս քվոն, թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը Հալեպից ոչ հեռու գտնվող ավիաբազայում, ասված է Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։ Ընդգծվում է, որ Իսրայելը բազմիցս զգուշացրել է Սիրիային, որ նման քայլը սպառնալիք կներկայացնի Իսրայելի համար։ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքը, որն ավելի վաղ անհարկի էսկալացիա էր որակել Իսրայելի գործողությունները, հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Իսրայելի, Սիրիայի եւ Թուրքիայի միջև իրավիճակի լիցքաթափման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Նա հույս է հայտնել, որ սիրիական ավիաբազային հարվածի հետևանքով տարածաշրջանում նոր սրացում չի լինի։ Դիանա Գասպարյան, լուրեր։